ասում եմ, այսօր ինչ լավ շոկ է, չէ՞։ Բայց Աստված ուզում է, որ մեր կյանքում ոչ մի եղանակ մեր կյանքում չկարողանա մի բան անի, երբ որ մենք գնում ենք Աստծուն երկրպագելու, ծառայելու մեր բոլոր բնագավառներում։ Ամեն։ Ոչ մի եղանակ, ոչ մի դժվարություն, սիրելիներ, այսօր մի թեմայի շուրջ եմ ուզում խոսամ, որ մի պատգամ եմ պատրաստել, որ կոչվում է երախտապարտ սիրտ, գոհացող սիրտ, շնորհակալ սիրտ։ Խնդրում եմ շրջվիր կողքինիդ ասա ունեցիր շնորհակալ սիրտ։ Ամեն։ Գիտեք, այս կյանքում մեր երկու ձևի բան կա, կամ դժգոհ, կամ շնորհակալ։ Աստված ուզում է, որ մենք լինենք շնորհակալ սիրտ ամեն բնագավառում։ Թող Աստված օրհնի մեր այսօրվա պաշտամունքը։ Ես ուզում եմ Հոբի գրքից մի տեղ կարդամ, Հոբի գլխից առաջի 6-րդ խոսքից։ Մի օր Աստծո որդիները եկան Տիրոջ առաջ կանգնելու, Սատանան էլ եկավ նրանց մեջ։ Տերը Սատանային ասաց. «Որտեղից ես գալիս»։ Սատանան Տիրոջը պատասխանեց ու ասաց. «Երկրի վրա շրջելուց և նրա մեջ ման գալուց»։ Տերը Սատանային ասաց. «Իմ ծառա Հոբին ուշադրություն դարձրիր, որ երկրի վրա նրա նման կատարյալ արդար, աստվածավախ և չարությունից հեռացող մարդ չկա»։ Սատանան Տիրոջը պատասխանեց ու ասաց. «Միթե Հոբը Աստծուց վախենում է առանց ակնկալության, չէ՞ որ դու նրան, նրա տունը, նրան բոլոր կալվածները ցանկապատել ես, նրա ձեռքի գործը օրհնել»։ Տերն է, որ օրհնում է մեր ձեռքի գործը, սիրելիներ, փառք Հիսուսին։ Նրա հոտերը տարածվել են երկրով մեկ, բայց հիմա ձեռքդ երկարիր նրան ողջ ունեցվածքը դիպիր ու կտեսնես, որ քո դիմաց քեզ կհայհոյի։ Տերը Սատանային ասաց. «Ահա նրա ամբողջ ունեցվածքը քո ձեռքին թող լինի, միայն թե ձեռքդ նրա վրա չերկարացնես»։ Եվ Սատանան Տիրոջ առջևից դուրս գնաց։ Եվ շարունակությունը, եթե չգիտեք, կարող եմ ասեմ, կամ մի օր Հոբի որդիներն ու աղջիկները իրենց անդրանիկ եղբոր տան ուտում էին ու գինի խմում։ Ինձ թվում է, որ իրանք եկեղեցում լինեն, երևի իրանց հետ բան չպատահեր։ Ես այդ մասին շատ եմ մտածել։ Ուտում էին եւ խմում։ Հոբի մոտ մի պատգամաբեր եկավ ու ասեց. «Երբ եզները հերկում էին ու մատակեշերը նրանց կողքին արածում էին, սաբայեցիները հարձակվեցին, դրանք վերցրին, ծառաներին էլ սրի բերանով խփեցին։ Միայն ես եւ ազատվել, որ քեզ իմաց տամ»։ Մինչ նա խոսում էր, մեկ ուրիշը եկավ ու ասաց. «Աստծո կրակը երկնքից թափվեց եւ հոտերն ու ծառաները այրեց նրանց, ոչնչացրեց։ Միայն ես ազատվել եմ, որ քեզ իմաց տամ»։ Մինչ նա խոսում էր, մեկ ուրիշ եկավ ու ասաց. «Քաղդեացիները 3 գունդ կազմած ուղտերի վրա հարձակվեցին, դրանք վերցրեցին ծառաներին եւ սրտի բերանով խփեցին։ Միայն ես ազատվել, որ քեզ իմաց տամ»։ Մինչ նա խոսում էր, մեկ ուրիշը եկավ ու ասաց. «Մինչ որդիներն ու աղջիկներդ իրենց անդրանիկ եղբոր հետ ուտում էին խմում, անապատից ուժեղ հոմ եկավ ու զարկեց տան 4 անկյուններին, տունը երիտասարդների վրա փուլ եկավ ու նրանք մեռան։ Միայն ես ազատվել եմ, քեզ իմաց տամ»։ Հոբը վեր կացավ, իր վերնազգեստը պատրտեց, գլուխը խուզեց, գետին ընկավ ու երկրպագություն արեց եւ ասաց. «Իմ մոր արքանդից մերկ եմ դուրս եկել, մերկ էլ այնտեղ պիտի վերադառնամ։ Տերը տվեց, Տերն էլ առավ, Տիրոջ անունը թող օրհնյալ լինի»։ Սիրելիներս, այսօր ուզում եմ ասեմ, որ շնորհակալ սիրտը, էդի գիտեք, չէ, որ սենց լայք կա, սիրջեչկա, սպասիբո։ Այն որ գցում ենք, շնորհակալ լինելը լավ բան է, երբ որ մենք ասում ենք շնորհակալություն։ Բայց շնորհակալ լինելը դա մի որակ է, որ Տերը ուզում է մեր կյանքում տենա։ Շնորհակալ լինելը, գիտեք, դա գիտություն է, դա որակ է։ Շնորհակալությունը դա շնորհք է։ Հիսուս Քրիստոսի շնորհքն է, որ մեր վրա է, որի միջոցով մենք պիտի փրկվենք։ Դա շնորհք է, շնորհակալ լինելը։
ուղղակի դա չի, որ ասենք շնորհակալություն ու վերջ։ Դա էլ է պետք լինի մեր կյանքում։ Ես հեսա ուզում եմ խոսամ շնորհակալության որակներից։ Գիտեք, շնորհակալ սիրտը դա գրել եմ գիտություն է, որ գնահատում է ամեն իրավիճակ։ Շնորհակալ սիրտը դա կատարում է Աստծո կամքը։ Մի օր ուզում եմ դաժե դժգոհ սրտից խոսամ, մի օր կպատրաստեմ այդպիսի մի պատգամ։ Երբեք չի նախանձում շնորհակալ սիրտը, քուր իմ եղբայրներ, չի ամանչում, չի վախենում, չի տրտնջում, գնահատում է Աստծո շնորհքը, Աստծոց գոհ է լինում ամեն ժամանակ, սիրելիներս, շնորհակալ սիրտը ամեն պարագայում, ամեն ինչի դիմանում է, շնորհակալ սիրտը պիտի մեր կյանքի ոճը լինի։ Ամեն։ Երբ մենք շնորհակալ ենք լինում Աստծոց, սիրելիներս, բացվում է երկինքը, փոխվում են մեր կողքի մարդիկ, փոխվում է մեր բոլոր մթնոլորտը, գալիս են հրաշքներ մեր կյանքում, ֆինանսական, ամեն մի բժշկություն ենք ստանում, երբ որ մենք միշտ Աստծոց գոհ ենք լինում, շնորհակալ ենք լինում, բայց երբ որ դժգոհ ենք լինում, ոնց որ մենք Աստծուն անպատվենք դրանով, փակվում է երկինքը, ասես մի հատ պղինձ է, ասես մի հատ ծիրածան է լինում, տեսել եք Աստծո ծիրածանը, խաղաղության նոր մի հատ ուխտի ծիրածան էր, մեր եւ իա մեջ, ուրախության, բայց երբ որ մենք դժգոհ ենք լինում, փակում ենք, չենք թողում Տերը առաջնորդի։ Գիտեք, ես իմ կյանքում երկու ձևի մարդ եմ տեսել, շնորհակալ եւ անշնորհակալ մարդ։ Այն շնորհակալ մարդու մի հատ փուճուր բան ես անում, անցնում է մի 10 տարի, 5 տարի քեզի տենում է գալիս է շնորհակալություն ասում քեզի։ Այդ մարդուն ուզում ես տունդ է ծախես տաս, որ մի 10 տարի լասի, լեգա քեզի շնորհակալություն ասի։ Բայց դժգոհ մարդուն ինչքան ուզում ես արա, միշտ դժգոհ է։ Ուզում ես 1000 եվրո դու, կգա կասի 500 եվրոյի որ տայր вообще լավ։ 500 էլ ավայլ ասես, էլի կասի դժգոհ եմ։ Միշտ դժգոհ է, որովհետև ինքը չգիտի Տիրոջ սիրտը, Տիրոջ կամքը։ Ինքը չի կարող առաջնորդվի Սուրբ Հոգով, որ Տերը մեզ տվել է տաղանդներ, մենք պիտի շատացնենք տանկիան, ամեն։ Բայց այն դժգոհ մարդը միշտ պահելու է, վախենալու է, ասի սենց էր, եղանակը այսօր շոկեր չկարացա գամ եկեղեցի։ Ցուրտ էր, ես նկատել եմ իմ կյանքում սենց բան, շոկ է լինում, ասում ենք շոկ է։ Ցուրտ է լինում, ցուրտ է։ Եպես շոկը պիտի Գերմանիայում սա սպասում են շոկի։ Հիմա էլ ասում են, ստե երևի շատ քիչ է շոկ լինում։ Երբ պիտի շոկը բրծնի։ Երբ պիտի ցուրտը բրծնի։ Ադե եղել է մի պահ գնացել եմ իմ կյանքում նույն ճանապարհին հանդիպել եմ։ Մեկը ասում է ինչ լավ է որ շոկ է, մեկը ասում է ինչ վատ է որ շոկ է։ Ասում եմ լսեք, ամեն եղանակի համար եկեք փառք տանք Տիրոջը։ Թող եղանակը մեր կյանքում ոչինչ չունենա։ Մեր կյանքն էլ է եղանակ, գիտեք։ Ցանելու ենք, սովորում ենք, հնձում ենք։ Պատկերացեք այդ վաղ, որ մենք դժգոհ լինենք։ Ժամանակը եկել է այսօր մի սեզոն է բացվել, լավ, օրտնված, որ մենք այսօր սնվենք Աստծո խոսքով, աճենք Աստծո խոսքով, ասենք ավետարանը։ Այսօր հիմա որ տրտնջամ, դժգոհ լինեմ, ասեմ ավտոս լավը չի։ Տեր ջան, մի հատ ավտո եմ ուզում։ Գործս լավը չի, հարմար չի։ Լսեք, մենք պիտի ամեն ինչի համար լինենք շնորհակալ, Աստված այդ ամեն ինչի մասին գիտի, սիրելիներ։ Մեզանից լավ գիտի։ Երբ որ Տերը հանեց հրեա ժողովրդին Եգիպտոսից, ինքը արդեն պատրաստել էր ոնց պիտի իրանց պահի անապատում, ինչ պիտի ուտեն, ինչ պիտի հագնեն։ Այդտենց հրաշք երևի մեր կյանքում մենք չտենանք, որ իրանց կոշիկներն ու շորերը 40 տարի իրանց հետ մեծացան։ Կարող է չտենանք այդտենց հրաշք մեր կյանքում։ Մենք շատ հրաշքներ կտենանք, բայց դա իմ համար մեծ հրաշք է։ Իրանք չէին հիվանդանում։ Իրանք հացը երկնքից թարմ ստանում են, միսը, այդտենց միս շատ քչերն են ուտում, սիրելիներ, ես մսի գործանող եմ եղել, այդ միսը միջև տեղ էր հասնում, որտեղ որ ծախում են, էլ գեդին էին գցում, էլ մեկը չէր կարող կախել, էլ ինչ ասեք անում այդ մսի հետ, բայց իրանք թարմիս արոնոց ստանում են, բայց իրանք դժգոհ են, դրա համար այսօր իրանք չմտան խոստված երկիրը, եկեք այսօր մենք էլ շնորհակալ լինենք ամեն ինչի համար, որպեսզի այսօր կարողանանք մտնենք Տիրոջ խոստված երկիրը, ամեն։ Տերը մեզի չի թողել, բայց ուզում է, որ մենք հոբի նման սիրտ ունենանք։ Մեր եկել ենք, մեր եթալու ենք։ Երեխուս Աստված է տվել, դա իրանն է, իմ պարգևն է, իմը չի։
Բայց ես ինչ որ հասնում է ինձանից, ես անում եմ իմ երեխու հանդեպ իմ ծառա իմ ինչ որ ինձ Աստված վստահել է, իմ պարտականությունները։ Ամեն։ Երբ դու շնորհակալ ես, Աստված տալիս է իմաստություն, հայտնություններ, ամեն բնագավառում, օրհնություններ, կատարվում են հրաշքներ, երբ մենք տրամադրում ենք մեր շնորհակալ սիրտը Աստծուն։ Ամեն։ Ծառայության մեջ համբերում է փորձություններին, շնորհակալ սիրտը Աստծո խոսքը գիշեր ցերեկ կարդում է եւ սնվում է Աստծո խոսքից։ Այդ որակը մենք պիտի ունենանք։ Մենք պիտի չասենք այսօր ժամանակ չունեմ, աշխատանքս չգիտեմ ինչա, չեմ կարող Աստծո խոսքը։ Եթե մենք այսօր Աստծո խոսքը չկարդանք, չենք կարող աճենք, սիրելիներ։ Չենք կարող մենք լինենք կայուն։ Սատանան կգա ցորենի պես մեզի կհնձի։ Բայց Փառք Հիսուսին, որ կան քուր եղբայրներ, գալիս ենք ստե մեկս մեկից աղոթում ենք։ Սատանան երևի գնում է Աստծու մոտ կա։ Գիտեք չէ որ գնում է։ Մեր անվան համար էլ է գնում է, Սատանան կանգնում է, ասում է նրա ճակատը շատ պինդ էր։ Անենց աղոթեց չկարացան դե ես ոչ մի բան անեի։ Երբ որ մենք աղոթում ենք սիրելիներ, հրեշտակները գիշեր ցերեկ ծառայում են, մեզի պաշտպանում են։ Ես հեսա կարդալու եմ մեր թեմայի շուրջ երթականությամբ Տերը ինչ է ուզում մեր կյանքում տեսնի։ Ամեն։ Մի հատ վկայություն եմ ուզում պատմեմ իմ կյանքից։ Ես նոր էի ապաշխարել։ Աստված մի հատ այնպես լավ գործ էր օրհնել ինձ։ Մի հատ բարի Տեր էր, ռուսերեն խայզիային էր, այտենց ասեմ։ Լսեք, ոչ պարտք ունեի, մարդկանց օգնում էի, բայց գիտեք ինչ էր, մեջս կար ես շնորհակալություն եմ հայտնում, մենք մեր կյանքը գնաց կա դեպի երկինք։ Անցնելու են գնաց գետի ռուսերեն կարանք ասենք պոեզդ, բայց գնաց կա, մի պահ որ գնում ենք, այդ ճանապարհին ինչ ասես հանդիպելու ենք, չար մարդու ենք հանդիպելու, վատ մարդու, պիտի սաղեն հերթով ավետարանը ասենք, ամեն մի աստանու, ամեն մի կանգառի մեջ, ամեն մի պարագայում, բոլոր բնագավառներում։ Ու մենք սովորում ենք սիրելիներս, այս կյանքը փորձ է, փորձվում ենք, սովորում ենք, որպեսզի լինենք կայուն, որպեսզի հետո կարողանանք հստակ մարդկանց հանդիմանենք, մարդկանց ոգևորենք, դարձի բերենք։ Հա, աշխատում եմ եկել, ասում եմ, չէ, ես իմ լավ փող է վարձն, բայց քանի որ կար դժգոհ սիրտ իմ մեջ այլոց ես վերջերս ես մի անգամ լավ ապաշխարել եմ, Սուրբ Հոգին ինձ շատ ուժեղ հանդիմանել էր։ Մենք Ուկրաինայից ենք եկել, միշտ ասում ենք, ճիշտ անդե շատ լավ էր, մեր համար շատ լավ էր։ Բայց Տերը հանդիմանեց ինձ, ասում է, որ լավերը մնայր ընդեղ, ես եկե։ Սիրելիներ, ես ապաշխարեցի։ Նստեիր ընդե կռվի տեղը, թող բոմբը ընկներ, գլխից չգայր ստե։ Ասի Տեր Հիսուս, կներես ինձի, ապաշխարել եմ։ Այսօր ամեն ինչի համար մենք պիտի լինենք գոհ եւ գնահատենք Տիրոջը։ Եվ այդ այնքան դժգոհ է, ասում է, չէ, ես իմ գործը պիտի բացեմ, ես իմը պիտի անեմ։ Սիրելիներ, բայց Տերը չէր ասել գնա այդ գործը արա։ Տերը օրհնել էր ինձ դե լավ գումար է ստանում, երևի որ միտեղ մի հատ իմ բիզնեսը բացե, այդքան փող չի աշխատի։ Բայց քանի որ ես հպարտ էի, դժգոհ էի, գնացի ընկա անեծքի մեջ, ընկա պարտքերի մեջ, ինձանից հետո երբ որ ես եկի աշխատելու, այնտեղ եկել էր մի հատ տղա, հայերեն չգիտեմ, գրուշիկ ոնց ալն, մի հատ տղա էր, ինքը բեռնակիրը սենց սկսեց, հետո դարավ դիրեկտոր, իմ տեղը զբաղացրեց ինքը, առավ երկու հատ բնակարան, բայց ես իմ ուզածով, իմ ուժերով հազիվ մի հատ տուն սարքի, տանջվելով, անեծքների մեջ ընկնելով, ինչի համար, որովհետև ես ունեի դժգոհ սիրտ, որովհետև Աստված մեր առաջով ոնց որ անապատում գնում էր, գիտենք չէ, Հիսուս Քրիստոսը ամբիսյոնով գնում էր ցերեկը, գիշերն էլ կրակիսյունով, բայց մեր դժգոհ սիրտը ինչ է ասում, էսի չեմ ուզում, էնի չեմ ուզում, գնանք ընդեղ, որտեղ որ մենք սարքում ենք պիրամիդներ, գրուշիկ էինք աշխատում, չկարում հայերեն ասեմ, թող Աստվածների, գնանք ընդեղ մեր համար խի լսինք Աստծուն, խի եկանք ես նոր կյանքի մեջ, բայց Փառք Հիսուսին, մենք սովորում ենք, ընկնում ենք, հելնում ենք, որպես մանուկը միջև մեծանում է շատ է սխալվում, բայց մենք կարևորը որ չհեռանանք մեր Տեր Հիսուս Քրիստոսից։ Հիմնական կետերը, որ ուզում եմ խոսամ, երախտապարտ լինենք փրկության համար,
Երախտապարտ լինենք Աստծո ամենօրյա հոգատարության համար, երախտապարտ լինենք առողջության, ընտանիքի եւ եկեղեցու համար, քուրիմ եղբայրներ, եւ երախտապարտ լինենք ոչ միայն լավ օրերին, այլ փորձությունների մեջ, որովհետեւ Աստված գործում է ամեն իրավիճակում։ Աստծո մոտ չկա տենց բան, սիրելիներ, որ ասի այսօր սենց, ես չեմ կարող քեզ օրհնեմ, Աստծո մոտ միշտ հարթ է, միշտ կայուն է Աստված, ինչ ասում է, անում է, ինքը հավատարիմ է իր խոսքի մեջ, սիրելիներ։ Աստված միայն բանն է, որի անից վերադասը, դա իր խոսքն է, մի բանն է, որ ասում է եւ անում է։ Թող Աստված օրհնի մեզ, նմանվենք մեր երկնային Հորը։ Երախտապարտ սիրտը հաճելի զոհ է։ Գիտեք, դա որ սիրտն է, երբ որ մենք հանձնում ենք մեր սիրտը Հիսուսին, ասում ենք Տեր, ահա մեր սիրտը։ Ահա վեկալ սատանայի հետ ոնց ուզում ես վարվի։ Թող մենք այն նիզակը լինենք, որ որտեղ ուզես խփես սատանայի այն տոճկի։ Եթե մենք չլինենք հաճելի զոհ, մեր սիրտը չլինի հաճելի զոհ, մենք չենք կարա այսօր Տիրոջը հաճելի լինենք, կայուն լինենք Տիրոջմով։ Ամեն։ Երբ սովորում ենք ամեն բանում գոհություն հայտնել, մեր կյանքը դառնում է օրհնություն, Փառք Հիսուսին, աղբյուր ինչպես մեզ, այնպես էլ ուրիշների համար։ Թող Տերը մեզ բոլորիս պարգևի մշտապես երախտապարտ սիրտ։ Ամեն։ Մենք բոլորս մեղավոր ենք եւ հեռու Աստծոց, բայց Աստված իր մեծ սիրով ուղարկեց իր որդուն Հիսուս Քրիստոսին, որպեսզի իր մահվան եւ հարության միջոցով մեզ փրկի։ Փրկությունը Աստծո շնորհի պարգևն է, ամեն, ոչ թե մեր արժանինքների արդյունքը։ Այդ պատճառով մեր սիրտը պետք է լցված լինի երախտագիտությամբ։ Ուզում եմ կարդամ Կողոսացիներ 1:12-ը։ Աստված ազատեց մեզ խավարի իշխանությունից եւ փոխադրեց իր սիրելի որդու արքայությունը։ Ամեն։ Եփեսացիներում Սուրբ գրայինը գրված է 2:8-ում, շնորհքով ենք փրկված հավատքի միջոցով։ Դա Աստծո պարգևն է։ Հռոմացիների 6:2-ում գրված է Աստծո պարգևը հավիտենական կյանք է մեր Տեր Հիսուս Քրիստոսով։ Ամեն։ Եթե Աստված մեզ միայն փրկություն տար եւ ուրիշ ոչինչ չտար, դա արդեն բավական էր, որ մենք պատճառ կլիներ ամբողջ կյանքում նրան շնորհակալ լինենք։ Մենք արժանի չենք, բայց նա մեզ ներեց, ընդունեց որպես իր զավակներ եւ տվեց հավիտենական կյանքի հույսը։ Այդ պատճառով երախտապարտ սիրտը սկսվում է փրկության համար Աստծուն շնորհակալ լինելուց։ Ամեն։ Աստծո հոգատարությունը մենք տեսնում ենք ամեն օր, նույնիսկ այն բաներում, որոնք երբեմն սովորական են համարվում։ Նա մեզ տալիս է կյանք, շունչ, առողջություն, հաց, աշխատանք, ընտանիք, խաղաղություն եւ պաշտպանում է ամեն վտանգից։ Շատ օրհնություններ է ստանում, շատ օրհնություններ ենք ստանում առանց նույնիսկ նկատելու, սիրելի քուրեղբայրներ։ Սուրբ գրային հիմքերը Սաղմոսում ասում է. օրհնիր Տիրոջը, ով անց իմ եւ մի մոռացիր նրա բոլոր բարիքները։ Մատթեոս 6:31-ում ասում է Հիսուսը սովորեցնում է, որ Հայրը գիտե մեր կարիքները եւ հոգ է տանում իր զավակների մասին, Փառք Հիսուսին։ Ողբեր 3:22-ում գրված է. Տիրոջ ողորմությունները չեն սպառվել, ամեն առավոտ նորանում է մեզ համար, սիրելիներ։ Մենք հաճախ հիշում ենք Աստծուն, երբ մեծ հրաշք ենք գործում, բայց մոռանում ենք շնորհակալ լինենք նրա ամենօրյա հոգատարության համար։ Ամեն օր, ամեն առավոտ մեր շունչը, մեր հացը, մեր ընտանիքը, մեր առողջությունը եւ նրա պաշտպանությունը վկայում են, որ Աստված չի թողել մեզ։ Երախտապարտ սիրտը նշանակում է, որ նկատում է ոչ միայն մեծ օրհնությունները, այլև Աստծո ամենօրյա փոքր ու մեծ հոգատարությունը եւ ամեն օր ասում է Տեր շնորհակալ եմ։ Ամեն։ Ես այսօր ուզում եմ երախտապարտ լինենք մեր փրկության համար։ Ուզում եմ իմ խոսքերով մեկնաբանել փրկության համար մենք լինենք շնորհակալ Տեր Աստված, սիրելի քուրեղբայրներ, որովհետև Պողոս առաքյալը մի հատ լավ բան ասում, ահով դողով կատարենք մեր փրկությունը։ Ամեն։ Երբ 72 աշակերտները եկան ուրախացած,
որ դևեր էին հանում, դևերը իրանց հնազանդվում են, Հիսուսը ասեց՝ մի ուրախացեք, որ դևերը ձեզ հնազանդվում են։ Ուրախացեք նրա համար, որ ձեր անունները գրված է կյանքի գրքի մեջ։ Այսօր ամենաթանկ բանը, որ մեր համար արել է, դա սիրելիներ, Աստված մեզ փրկել է դժոխքից։ Մեր փրկությունը մենք պիտի պինդ պահենք։ Պողոս առաքյալը ասում ահով դողով կատարեք ձեր փրկությունը։ Այսօր սատանան ուզում է մեզանից գողանա մեր փրկությունը, ինչ որ նա ինքը կորցրել է եւ այլևս վիճ չի կարում վերադարձնի ու ուզում է մեր ձեռից մեզի խլի մեր փրկությունը, ինչ որ Տերը այսօր մեզի շնորհել է։ Նա ուզում է գողանա մեր հավատքը ու մեր փրկությունը, նա գալիս է որպես գողանա, սպանի եւ տանջի մեզի։ Որտեղ է ուզում տանջի, դժոխքում։ Սկզբից գողանում է մեր հավատքը։ Երբ որ մենք դժգոհ ենք լինում, ինքը գտնում է հնարք, ինքը գտնում է որ վաղ կարա մոտիկանա մեզի, սիրելիներ, երբ որ մենք թույլ ենք լինում Աստծո խոսքի մեջ, երբ որ մենք կայուն չենք լինում, երբ որ մենք աղոթքների մեջ չենք լինում, ինքը կարող է ներխուժի, գողանա մեր հավատքը եւ սպանի մեզ եւ դժոխքում տանջի։ Դա Աստծո խոսքն է ասում, որ սատանան գալիս է որպես գող, որ գողանա, սպանի եւ տանջի։ Սատանան Հիսուսին ասաց անապատում. «Ինձ երկրպարգի, այս աշխարհը կտամ քեզ»։ Հիսուսը ասեց. «Ինչ օգուտ, եթե աշխարհը շահեմ, բայց փրկությունը կորցնեմ»։ Եվ Հիսուսը ասեց. «Ետինս գնա, չար սատանա»։ Այսօր շատ վաղ գալիս է, շատ վաղ սատանան մեզի լիքը առաջարկություններ է անում։ Բայց արդյոք կարելի է, որ մենք թողենք մեր փրկությունը գնանք սատանայի առաջարկությամբ։ Սատանան կարող այսօր լիքը փող տա մեզի, լավ գործեր, բայց ինքը ասել է պիտի ինձ երկրպագես։ Եկեք նայենք այսօր բարձր աստղներին։ Իրանք երբ որ արդեն դառնում են մի վաղ բարձրանում են դառնում են աստղ, իրանք իրանց հոգիները ծախում են սատանային։ Սատանան իրանց հետ կոնկրետ ուխտ է կապում։ Կամ պիտի ինձ ծառայեք, ես ձեզ երկրպագուներ կտամ, ես ձեզ լիքը բաներ կտամ, բայց պիտի ինձ երկրպագեք։ Ու այսօր բարձր մակարդակի աստղները սաղ ենթարկվում են սատանային։ Ուղիղ կապ ունեն սատանայի հետ։ Գիտեք, իրանք այսօր նայում եմ, այսօր օրինակի համար նայում եմ Ֆիլիպ Կիլկուրովը, ինքը էլ չի կարող այս աշխարհի մեջ հաճույք գտնի։ Ինքը դարել է չգիտեմ ինչ։ Ինձ նայում եմ, այնքան այն մեղքը գալի, որովհետև ինքը սատանայի ձեռների մեջ է։ Եկեք մենք սատանայի ձեռների մեջ չլինենք, չծախենք մեր փրկությունը, չտանք այն փրկությունը, որ Հիսուսը մեզի խաչի վրա օրհնել է։ Երկրորդ անգամ չի խաչվելու Տերը մեր համար, սիրելիներս։ Այսօր Գերմանիայում մեծամասնությունը հայրի ես տենում եմ, որ գալիս են բժշկվեն, իրանց տներն են ծախում 40-30 հազար, այն օրը չգիտեմ ով էր վկայում, որ ինչ-որ մի հատ մարդու ստոպ էին արել, ինֆարկտը խփել էր։ Իմ համար ստոպն է կարևոր, թե իմ փրկությունը։ Իմ համար մի բան է կարևոր, լինեմ ընդ որ դե Աստծո կամքն է։ Լինեմ ընդ Հովսեփը գիտեք Բերթում 13 տարի անցկացրեց, բայց չտրտնջաց, շնորհակալ էր, Աստված իրա հետ էր։ Ինչի համար, որովհետև ինքը թողում էր Աստված իրան առաջնորդեր։ Ինքը երևի չէր զգում, որ ինքը Բերթում գիտեք, ամենավատ կոմֆորտը գիտեք որն է, երբ որ Հիսուսի հետ չենք լինում։ Աշխարհում ենք լինում, միտե ենք լինում, մարմնական ենք լինում, բայց երբ որ Հիսուսը մեր հետ լինի, մենք դժվարությունները հանգիստ կանցնենք։ Ամեն ինչի մեջով, մահից չեք վախենա, բարձրությունից, խորությունից, լայնությունից Պողոս առաքյալը ասում է, ոչինչ չի կարող ինձ բաժանի Հիսուս Քրիստոսի սիրուց։ Ամեն։ Այո, ես ուզում եմ ասել, մարդիկ փողեր են ծախսում, որ 10-20 տարի իրենց կյանքը երկարացնեն, բայց որ ասում ես արի գնանք Հիսուսի մոտ, հավիտենական կյանք կա, չեն ուզում գան։ Ոչ մի բան մարդը չի ուզում անի հավիտենական կյանքի համար։ Այսօր սիրելիներս, իմ ամենամեծ ուրախությունը, որ ես փրկություն ունեմ։ Ես այսօր չեմ նստում լացում առաջվա նման, որ մի օր պիտի դագաղի մեջ իմ երեսը փագին, դրանով իմ կյանքը բրծնի։ Ես այսօր ուրախ եմ, այսօր գտել եմ, Տերն է գտել ինձ այդ բարի լուրը, որ այսօր համես երկրի վրա, համեն երկնքում մենք ունենք ժառանգություն, ունենք փրկություն եւ հավիտենական կյանք։
Ես որ փուճուրը չի ուզում իմ կյանքը բրցնել, այնքան է կյանքը սիրում։ Ով չի սիրում կյանքը։ Այն դժգոհ մարդը չի սիրում, որ ինչ անում է Աստված, ինքը մենակ դժգոհ է։ Աստված որ ինձ ոչ մի բան էլ չանի, գնում եմ նստում եմ ուրախանում եմ։ Երեխեքիս հետ գնացել ենք ծովի ափին նստում էի, այնքան է ուրախանում, ծովին էի նայում, Աստված ծով է ստեղծել, յա խոսքով, յա բերնի, բնությունը, ամեն ինչի համար ես շնորհակալ եմ։ Ապրում եմ, ինչ վատ է։ Գիտեք որ մարդիկ հարուստները, օրինակ եմ վերում, Մաշայի աղբերը շատ հարուստ տղա էր։ Ասում էր, ցան գժվել են։ Ինչերիդ վրա եք ծիծաղում, որ կարգին ավտո ունես, գնում ես պաշտամունքի, ինչիդ վրա եք ծիծաղում։ Ինչներիդ վրա եք ուրախանում, բայց մեր ուրախությունը յա տամես չկար, ինքը լիքը փող ուներ։ Մեր նման երջանիկ չէր։ Մեզի փողը չի, որ պիտի երջանիկ աղենք, Հիսուս Քրիստոս։ Մենք ամեն օր ուրախ ենք, իրար հանդեպ, իրար չենք անպատվում։ Շնորհակալ ենք Փառք Հիսուսին, գնահատում ենք ինչ-որ Տերը մենք միշտ գնահատել ենք, վախեցել ենք նրա համար, ինքը իմացել է, որ իմ հետ ամուսնանալը սխալ չի, դա Աստծո կամքն է, ես էլ եմ հասկացել։ Ու մենք ճիշտ է դժվարություններ ենք անցել, բայց մենք Տիրոջից շնորհակալ ենք եղել 20 քանի տարի մենք ամուսնացած ենք, Աստծո առաջ եմ ասում, շաբաթը 3-4 անգամ ես ասում Տեր ջան շնորհակալություն, Տեր ջան շնորհակալություն, շնորհակալություն իմ երեխաների համար։ Ես չեմ, մենք պիտի չդադարենք շնորհակալություն ասում, մենք միշտ պիտի գոհենք։ Պատկերացրու որ այսօր ես իմ ծնողին ասեմ, ինչ ես արել իմ համար։ Շատերը ասում են, մամ, ինչ ես արել ինձ համար։ Այդ վաղ ես որ լսում եմ այդտենց բառեր են ասում եմ քեզի տնից բերելա տուն, չի շպրտեն դե։ Փառք Հիսուսին այդ ծնողների համար։ Ես հիշում եմ, որ իմ papan ես մի այդտենց կլինիկական մահի մեջ եմ եղել, մամաս ասում է այդ մոմենտ ասի գնամ զուգարան գիշերը քնած ենք։ Մեկը ասում է մեկ ասեց երեխեքին նայի, տես լավ են պարկած, մենք զույգեր ենք, հանգարց իրան չխանգարեն։ Ասում է տեսա որ դու սպիտակել ես լեզուտ, տեսանք լեզուտ կուլա գնացել։ Մարիկս հելել էր, ասում է սաղ փողոցում գոռում էի, ասում է որ գամ փրկեն։ Ես ոչինչ չէի կարող անել։ Բայց հորքուրս մի քիչ բայվոյ տոտա էր, ասում է ասեց ինչ ես ձեն այդ գցի մատ գնայինք ում ասում է վերցրեց ասում է ու պատմա որ հարիկս ասում է ոտաբոբիկ վազեց հիվանդանոց որ պատում են ասում է սկորի պոմոշի դեղերը ջարդեց սաղ դեղերը հավաքեց բերեց որ փրկի այսօր Տերը ինչ անում ենք համար մեր համար էլի այդ նույն հարաբերություններն են որ այսօր Տերը անում ամեն ինչ մենք չենք գնահատում այդ փրկության համար մենք այսօր մատների սարանքով ենք նայում ժողովուրդ ջան Փառք Տիրոջը դրա համար ես ուզում եմ որ գոհ լինենք մեր ծնողներից մեր ամեն մի բնագավառում թող Աստված օրհնի մեր ծնողներին այստեղ միտեղ գրել եմ որպեսզի մենք մեր փրկությունը չկորցնենք սատանան ներ չխոժի մեր կյանք մենք ես քանի վատ լավ թեմա ենք անցնում մեր աչքերի մասին, մեր ականջների, մեր խոսալու համար մենք պիտի սիրելիներ մեր աչքերը ուղենք հեռախոսից աշխարհից դեպի Հիսուս Քրիստոսը եւ նրա խաչը։ Ամեն օր ուղված պիտի լինի մեր Աստծո խոսքի վրա։ Մենք պիտի գիշեր ցերեկ սնվենք։ Մենք այսօր չենք կարող հաց շուտենք, որովհետեւ կմեռնենք։ Այն օրը լավ էինք ասում, քուրիկ ջան։ Բայց այսօր մենք պիտի սնվենք Աստծո խոսքով, որպեսզի մեր փրկությունը կարողանանք պահենք։ Եվ երկրորդը, ինչի համար ուզում եմ խոսալ, որ շնորհակալ լինենք Տիրոջ հոգատարության համար։ Մենք պիտի գնահատենք ինչ որ ունենք ամեն օր։ Շնորհակալ լինենք Տիրոջից մեր աղոթքների մեջ, այդպեսով մենք կարող ենք կայուն լինենք փորձությունների մեջ, շնորհակալ լինենք մենք միշտ կզգանք Աստծո ներկայությունը եւ դա կարող է մեզ կայուն պահել ամեն բնակավարներում։ Ինչ որ Տերը անում է մենք փողով չեն կարող առնենք սիրելիներ։ Գիշեր ցերեկ հրեշտակները պաշտպանում են մեզ։ Եթե Տերը քաղաքը տունը մեզի չպահի, իզուր ՆԱՏՕ-ի բանակն այսօր ծառայում, ոչ ոք չի կարող մեզ։ Բոմբը կգա կընկնի ստե։ Մեզի պահում են հրեշտակները։ Եթե այսօր Տերը մեզի չբժշկի, շնորհակալ լինենք բժշկության մեր առողջության համար։ Այսօր ոչ մի բժիշկ մեզ չի կարող պաշտպանի եւ փրկի։ Հասարակ մի հատ օրինակ է հիշում, մի հատ տղա լավ գումարներ էր առնում։ Քանի անգամ ասում էին կարի գնանք Աստծո մոտ։
Այդ տղեն ասում էր ինչ Աստված ձեր ինչ ա տվել։ Եվ չգիտեմ մի օր ինչ կատարվեց, իր աչքի մեջ մի բան էր ընկել։ Այն բանին հասա, որ իր աչքը հեռացրեցին։ Բայց այսօր մենք պիտի գնահատենք, որ այսօր մեզի ամեն ինչից Տերը պաշտպանում է, սիրելիներ։ Այսօր մեր աչքի մեջ ոչ մի բան չի ընկնում, մենք այսօր առողջ ենք։ Տերը պաշտպանում է, դա հենց այնպես չի եւ դա մեր շնորհքը չի, որ այսօր մենք առողջ ենք, այսօր մենք կենթանի ենք։ Հոբին ինչ ասում Սատանան, ասում է թող գնամ, ասում է, թող գնամ կտենաս, որ իրանք ստից հավատացյալներ են։ Գալիս են, իրանք գալիս են, որ դու իրանք օրհնես, գալիս են, որ իրանք լավը զգան։ Ասում է թող, այսօր ամեն օր Սատանան ասում է, գիտեք, այսօր եթե Տերը մի վարքյան քաշի է ձերքը մեզանից, Սատանան մեզի դեպի կորուստ երկրագունդը տեղից կփոկի կգցի, եթե Աստված թույլ տա, բայց Աստված մեզ պահում է։ Թող այս հոբի օրինակը մեզի շատ լավ օրինակ լինի։ Ու մենք չմտածենք, որ մենք մեր խելքով ինչ-որ մի բան ենք կարող անենք, մի գործ ենք կարող անենք։ Այսօր Տիրոջ ողորմությամբ մենք ապրում ենք։ Փառք Հիսուսին, սիրելի քույր եղբայրներ։ Եվ ուզում եմ մեր ընտանիքների համար ոնց լինենք շնորհակալ Հիսուսից։ Մենք կարող ենք մենակ ֆիզիկապես հիվանդ չլինենք, դաժե այս բանը հիվանդ չլինենք, այլ նաև հոգևոր հիվանդ լինենք։ Աստված ասում է արդարը 7 անգամ կգնի, ես 7 անգամ կբարձրացնեմ։ Ինչի համար եմ ասում, որ մենք միշտ մտածում ենք, որ մենք ինչ հիվանդությունի համար ասում Աստված, մենք կարող է հոգևոր հիվանդանանք, կարող է մի հատ վիրուս քաշենք, բայց Տերը բուժում է մեզի, ամեն։ Սաղմոս 128 եւ առաջի խոսքից Աստված օրհնում է այն ընտանիքը, որ վախենում է Տիրոջից։ Մենք պիտի շնորհակալ լինենք մեր ընտանիքների համար։ Այսօր ես ուզում եմ, որ մեր ընտանիքների համար ես ասեի։ Մենք պիտի հարգենք մեր ծնողներին, ծնողներից շնորհակալ լինենք, սիրելիներ։ Ով որ հարգում է իր ծնողներին, Աստված ասում է նրա կյանքի օրերը կերկարացնեմ այս երկրի վրա։ Ինչ է նշանակում հարգենք մեր ծնողներին, որ չանպատվենք իրանց, չհայհոյենք, միշտ պատվենք մեր ծնողներին Հիսուսով, դա է նրա կամքը։ Իհարկե, որ մեր ծնողները Աստծո կամքին հակառակ մի բան ասեն, մենք պիտի լսենք սկզբից Հիսուս Քրիստոսին։ Միշտ այդպես ժամանակներ ա եղել, երբ որ ասել ենք, բա որ մեր ծնողները Աստծուն հակառակ մի բան ասեն։ Մենք առաջինը պիտի Տիրոջ կամքով ապրենք, բայց իրանց չանպատվենք, սիրենք, հարգենք համբերությամբ, աղոթքներով։ Ես հիշում եմ, որ իմ մաման դեմ էր իմ կնոջը, բայց դա Աստծո կամքը չէր։ Աստված թույլ էր տվել, որ իմ հավատքը ամրապնդի։ Ես գոհ եմ այդ փորձության համար, բայց ես իմ մարիկին չանպատվեցի, չհամաձայնվեցի իր հետ, այլ ուղղակի ես եկել եմ մի եկեղեցի ու նստած աղոթում ու լացում էի։ Եվ մի հատ եղբայր եկավ, հարազատ շատ, ասում էր, «Քեզ նստած լացում, ինչ ա եղել»։ Ասում եմ, սենց փորձությունների մեջ եմ ընկել։ Ասում է, լսի, եթե դա Աստծո կամքն է, ոչ ոք չի կարող քեզ ասի ոչ։ Եվ անցավ մի քանի ժամանակ երևի պատմել եմ, իմ քեռին եկավ եւ իմ մորքուրը, որ շատ մեծ քաշ ուներ մամայից դեմ, մամաս մի քիչ շատ ա լսում ու ասեցին մամային հոп ասին ու Աստված իրանց մեջ գործեր արեց ու Աստծո գործերն էին, բայց ես իմ ծնողին չանպատվեցի, սիրելիներ, հարգեցի, սիրեցի, դա Տիրոջ կամքն է, դա շնորհակալ սիրտ է Աստծո հանդեպ, երբ որ մենք գնահատում ենք մեր ծնողները, մի օր Աստված ասեց, եթե դու քո ծնողներին չհարգես, չսիրես, ինձ չես կարող սիրես, հարգես։ Մենք միշտ պիտի օրինակ լինի մեր համար, մեր հարաբերությունները, մեր երեխեքի հանդեպ, իրանց հարաբերությունները, գիտեք, կարող է շատ վատ ես տեսել եմ, որ մեր հարաբերությունները կորում է Աստծո հանդեպ, Աստված թույլ է տալի մեր երեխեքի մոտ անհնազանդություն։ Սկսում են չլսեն, ոնց որ մենք չենք լսում Աստծուն։ Դա համար պիտի զգուշ լինենք աղոթքների մեջ, Աստվածավախության մեջ։ Այսօր ընտանիքների համար, որ լինենք երախտագիտ, կարդում եմ երեխաների համար։ Եփիսացիների 6:4-ը գրված է Սուրբ գրայնում, եւ դուք հայրեր երեխաների վրա մի բարկացեք, այլ մեծացրեք նրանց Տիրոջ խոսքով, Տիրոջ խրատով եւ խրատական դաստիարակությունը։ Եվ մի տեղ ասում է Կողոսացիներից 3-ը.
հայրեր ձեր երեխաներին մի գրգռեք, որպեսզի չհուսահատվեն երեխաները, սիրելիներ։ Սա նշանակում է չլինել անչափ խիստ, չվիրավորել եւ չնվաստացնել, անարդար չդատել, նրանցից անհնարինը չպահանջել, այլ սիրով, համբերությամբ եւ Տիրոջ խոսքով դաստիարակել։ Երբ ծնողները երեխաներին դաստիարակում են սիրով եւ արդարությամբ, նրանք աճում են վստահությամբ եւ չեն հուսահատվում։ Սա է Աստծո կամքը քրիստոնյաների ընտանիքների համար։ Ոնց սիրենք մեր կանանց, ոնց լինենք երախտապարտ մեր կանանց հանդեպ, ոնց սիրենք մեր կանանց կամ մեր ամուսիններին գրել եմ։ Ինչ սիրո համբերության մեջ մենք պիտի լինենք, Եփեսացիների 5:25-ը ասում է. ամուսիններ, սիրեցեք ձեր կանանց, ինչպես Քրիստոսն էլ սիրեց եկեղեցին եւ իրեն մատնեց նրա համար։ Կողոսացիներու 3:19-ը ամուսիններ, սիրեցեք ձեր կանանց եւ նրանց նկատմամբ դառնության մի վարվեք։ Կանանց համար գրված է ոնց սիրեն մեր ամուսիններին Եփեսացիների 5:22-ը։ Կանայք, հնազանդվեցեք ձեր ամուսիններին ինչպես Տիրոջը, Փառք Հիսուսին։ Ամեն մեկը իր կնոջը թող սիրի իր անձի պես, իսկ կինը թող հարգի իր ամուսնուն։ Երկուսն էլ պետք է ապրեն սիրո ներողամտության մեջ, ներեն մեկը մեկին, համբերեն, զիջեն, համբերությամբ եւ հավատարմությամբ մեզ, որպիսի իրենց ընտանիքը փառավորվի Աստծով։ Ամեն։ Այդպիսի ընտանիքներում, որտեղ լինում է շնորհակալ սիրտ, այնտեղ անպայման Աստված փառավորում է, օրհնում է, երկինքը միջ բաց է, այդ ընտանիքը սիրով ծառայում է Տիրոջը, չի դժգոհում, Տիրոջ օրհնությունները գալիս են այդ ընտանիքի վրա, ամեն։ Եկեղեցու համար, երախտապարտ լինելու համար, եկեղեցին մեծ ընտանիքը փոքր ընտանիքներից կազմված, սիրելիներ։ Ես շատ ուրախ եմ իմ բոլոր քուր եղբայրների համար, որ այսօր եկեղեցու համար աղոթում են, անցյալ շաբաթ քուրեկների համար, բոլորիս համար աղոթում են, այնքան այտենց քուրիկ դու չես կարող աշխարհում ճարես, որ քո համար աղոթում է եւ այդ աղոթքը օրհնվում է, Աստված օծում է։ Թող Աստված օրհնի այդ լավ ընտանիքի համար, ամեն, որ մեկս մյուսի համար անդադար աղոթենք։ Հիշենք, երբ որ Պետրոսը բանտում էր, ինչ կատարվեց եկեղեցու աղոթքներով։ Բանտի դռները բացվեցին եւ հրեշտակը ազատեց նրանց, բայց մինչեւ դա նրանք շնորհակալ են։ Անկախ ամեն ինչից, այսօր չգիտենք, այսօր շատ քրիստոնյաների ծեծում են, հալածում են։ Այսօր իմ համար շատ մեծ օրինակ է, Պողոսին գցել էին բանտ, ուրախացել էր, որ Հիսուսի համար բանտ էր ընկել։ Հրեշտակը եկավ քուրիկների աղոթքով, հանեց, առաջնորդեց, ամեն։ Մենք պիտի ամեն ինչի մեջ լինենք Տիրոջից գոհ։ Ամենաթանկ բանը կյանքն է, բանտը չի, բանտը լավ տեղ չի, սիրելիներ, բայց այսօր պիտի մեզի ոչ մի բան չկարանա կանգնացնի։ Տիրոջ ծառայության մեջ, Տիրոջ եկեղեցում։ Այսօր ես մի հատ եմ ուզում ասեմ, եկեղեցին այնտեղն է, որտեղ դժոխքի դռները չեն կարող հաղթեն։ Անեծքը չի կարող մեզ ոչ մի բան անել, որովհետև մենք Քրիստոսի այստեղ մի հատ այնքան սուրբ վայր է, որ գալիս ենք, սրբվում ենք, մենք սուրբ չենք, բայց սրբվում ենք։ Մենք կարանք լինենք սուրբ եւ անարատ, դա Տիրոջ խոսքն է ասում, եղեք սուրբ եւ անարատ, բայց մենք պիտի գանք, ծառայենք, սրբվենք, փորձվենք, որովհետև ոսկին ոնց են փորձում, չէ՞, ինչ քանի աստիճան կրակի միջոցով անց։ Մենք պիտի այդպես փորձված լինենք Աստծո ընտրյալներ, որպեսզի ծառայենք Տիրոջը լավ։ Նրանք շնորհակալ էին, որ իրենց Հիսուսի համար գցել էին բանտը։ Հիսուսը ասաց. «Ուրախացեք, որ իմ համար կհալածեն եւ կծեծեն, ձեր վարձքը շատ պիտի լինի երկնքում»։ Հովհաննես 3:16-ը սրանով ճանաչենք սերը, որ նա իր անձը տվեց մեզ համար եւ մենք էլ պարտավոր ենք մեր անձը դնել եղբայրների եւ քուրերի համար, սիրելի քուր եղբայրներ։ Եվ վերջինը ուզում եմ եզրափակիչ
խոսքով փակեմ այսօրվա մեր ծառայությունը, որ մենք լինենք շնորհակալ ամեն պարագայում։ Ուզում եմ մի հատ վկայություն պատմեմ։ Մենք այնքան դժվար էինք ապրում մի պահ։ Պատկերացրեք, որ բայց մենք կյանքում սոված չենք մնաց, ամեն ինչ եղել է տունը։ Բայց աշխարհի պատկերացումով դա շատ դժվար էր։ Իրանք ասում են դուք շատ դժվար եք ապրում, մեր Արամիկը որ կա, Արամիկ, ասում են հայերեն չգիտեմ, ասում են աբորտ արեք, դուք չեք կարա պահեք, բայց ես ասում եմ ոնց կարանք մենք մարդուն սպանենք։ Գիտեք, մենք միջև վերջ մեզի համոզում են, դա սատանան էր։ Գիտեք, սատանան միշտ դուր է գտնում, մեկի միջոցով գալիս է։ Պոզով պոչով կյանքում չի գալիս սատանան։ Մարդ է գտնում, որի միջոցով գալիս է, ասենց արա, անենց արա, դու չես կարա, բայց մենք պիտի այնքան արթուն լինենք, որ սատանա չկարողանա մեզի խաբի։ Ամեն։ Գալու ասի դու այս գործը չես կարա, մի արա, գնա, թող։ Դուք չեք կարա երեխա պահեք։ Բայց մենք ամեն դժվարությամբ Աստված օրհնեց բժշկի փողը ամեն ինչ եւ մինչեւ Արամիկի ծնվելուց հետո մեր երկնքի դռները բացվավ։ Ու օրհնությունների միջև այսօր որ գալիս է։ Ասես նայում եմ Արամիկին, ասում եմ պատկերացրեք մենք այս տողոն սպանենք, հետո հելնենք երկինք ու կանգնենք իր աչքերին նայենք, ասենք Աստված իրանց սպանել եք։ Դա ինչ է կարել։ Բայց մենք հավատքը, մեր շնորհակալությունը մեզի օգնեց, մենք կայուն եղանք, սատանա չկարողացավ մեզի ոչ մի բանով խաբի, եւ այսօր Փառք Հիսուսին նայում ենք յան ուրախանում ենք։ Հիսուս Քրիստոսով։ Թող Աստված օրհնի եւ սիրելիներ, եւ կյանքում այդ մեր դժվար ապրուստների վաղ մենք չենք դադարել եկեղեցի բաց թողել։ Միշտ գնացել ենք ծառայել ենք Հիսուս Քրիստոսին։ Մի հատ էլ եմ ուզում վկայություն պատմեմ ու աղոթենք։ Մի անգամ մենակ մետրոյի փող կար մոտներս, հաշվել ենք, որ գնանք հետ գանք միջով աշխատավարձ ստանանք, մեր քնարիկը կալասկով գնում ենք, մետրոյի մեջ հով էր, գնում ենք, հետ գալուց փող չկար вообще, մենակ մետրոյի փողն էր։ Մոշան ասում է, Էդգար այնքան ծառավ եմ, չես պատկերացրի։ Մեր եկեղեցին էլ բազարի մեջով մտնում էինք մետրո։ Հա, ասում դե համբերիկ եթանք էսա տուն ջուր խմես կամ ջուր խմու չի, ասում է սիրտս ընես կվաս է ուզում, ասում է։ Ու գնում ենք, մեկ էլ բազարում մի հատ ծանոթ քուրիկի չէ, ծանոթ բազարը աշխատող էր, մեզի տեսավ, մեկ է տեսավ քննարկին, ասում վայ, էս ինչ լավ երեխա, էս ձեր աղջիկն է, հա, հանեց 100 մետր։ 100 մետր դրեց, օրհնեց, գնացել ենք, գիտեք, արդեն էլ կվաս խմել էսե չէր գալի, այնքան գոհ շնորհակալ է Տիրոջից։ Այդ հենց հրաշալի Տեր ունենք, սիրելիներ։ Թող Աստված օրհնի, թող մեր սիրտը միշտ շնորհակալ լինի, մեր սիրտը բաց լինի Հիսուսի համար։ Թող դժգոհ լինենք սատանայից, որ ինքը լավ բան չի բերում մեր կյանք։ Բերում է մահ, հիվանդություն, դժգոհություն, անեծքներ, թուղթ ու գրեր, դա սատանայի ձեռի գործն է։ Բայց մեր Տերը օրհնում է ամեն ինչի համար, Փառք Հիսուսին։ Որ այսօր եկել ենք ստե, Տերը օրհնել է, լսում ենք, շնորհակալ սիրտ ունենանք ամեն բնակավարում, եկեք ոտքի կանգնենք եւ շնորհակալություն հայտնենք